Բարի օր, սիրելի հետևորդներ եւ հաճախորդներ։ Այսօր ես որոշեցի մի խորագիր սկսել տեսանյութերի մի շարք, որտեղ ես ցույց կտամ նկարներ, ընտրել եմ աղջիկների նկարներ, կովկասյան դիմագծերով, հա, ընդհանուր որ նման լինի մեր տարածաշրջանի աղջիկների դիմագծերի նման լինեն, որպեսզի վերլուծենք, տեսնենք, որ մի աղջկա, որ մի կնոջը ինչ տիպի կսազի թարթիչների լիցք, հա, ինչ էֆեկտ կսազի, կարծում եմ իմ հետևորդներին նույնպես հետաքրքիր կլինի, ինչպիսի դիմագծերին, ինչպիսի լիցքեր են սազում, հա, եւ բոլոր դիմագծերը, աչքերի ֆորման, ամեն ինչը կվերլուծենք եւ կհասկանանք, որ էֆեկտն է ավելի գերադասելի կոնկրետ աչքերի ֆորմային։ Եկեք անցնենք նկարներին, այսօր կվերլուծենք 4 նկար, 4 աղջիկների դիմագծեր, աչքերի ֆորմա, որից հետո դուք միգուցե արդեն կկարողանաք հասկանալ, թե միգուցե ձեր աչքերին ինչ լիցք կսազի, կամ ուղղակի ձեզ կհետաքրքրի տվյալ ինֆորմացիան։ Առաջին աղջկա նկարը, հա, դիմանկարը վերցնենք, աչքերի ֆորման, մոտեցնենք նկարը եւ սկսենք վերլուծել, տեսնում եք, ուրեմն աչքերը մինդալիվիդնի են, հա, նույնիսկ ձգված են, ձգված ֆորմա ունեն, կլորությունը այդքան շատ չի, նշաձև աչքեր են, ոչ շատ ներս ընկած, ոչ շատ դուրս ընկած, միջին։ Ես կասեի նույնիսկ իդեալական ուղղություն ունի, աչքերը շատ ներքև ուղղությունը չի, միջին է։ Եթե հորիզոնական գիծ տանենք, կտեսնենք, որ աչքերի ուղղությունը ներքին ու արտաքին անկյուններում հավասար է։ Դա շատ կարևոր է հասկանալու համար, աչքերը դեպի ներքև են ծայրերը ուղղված, արտաքին անկյունները, թե դեպի վերև։ Այդ հորիզոնականը գծելով, հա, վիրտուալ հորիզոնականը, երևակայական։ Ես կարող եմ ասել, որ աչքերը հոնքերից շատ մեծ տարածության վրա չեն, տարածությունը փոքր է։ Այսպիսով մենք պետք է այնպես անենք, որ թարթիչների երկարությունը շատ չվերցնենք, որ չհասնի հոնքերին, հա։ Այնուհետև, ուրեմն ես կարող եմ ասել, որ այս աչքերին կարող է սազել աղվեսի էֆեկտը, քանի որ աչքերի արտաքին անկյունները շատ կախված չեն, բայց ես երևի կգերադասեի ավելի շատ սկյուռի էֆեկտը, որովհետև այստեղ ամեն դեպքում կոպերը մի փոքր փակում են արտաքին անկյունները, այսպիսով սկյուռի էֆեկտի շնորհիվ մենք կարող ենք դրանք փակել, քողարկել եւ ավելի գեղեցիկ տեսք կստանա, հա, աչքերը, բայց ստեղ մի հատ նրբություն կա, որ աչքերը իրարից ավելի մեծ հեռավորության վրա են։ Այդ դեպքում ես այդքան խորհուրդ չէի տա խորանալ դեպի արտաքին անկյունները, քանի որ երբ որ աչքերը մեծ հեռավորության վրա են իրանցից, գտի այս, տեսնում եք տարածությունը մի անկյունից, ներքին անկյունից աչքի մյուս անկյունը, այստեղ տարածությունը բավականին մեծ է եւ մենք չենք կարող ավելի ձգել աչքերը, հա, աղվեսի էֆեկտով շատ ձգված անել, քանի որ դա արդեն ավելի կհեռվացնի աչքերը վիզուալ եւ այդքան գեղեցիկ չի լինի։ Մեզ մնում է փաստորեն սկյուռի էֆեկտը, նաև կարող ենք իհարկե տիկնիկի էֆեկտով էլ ընդգծել աչքերը, գեղեցիկ կլինի, բայց ոչ մեծ երկարություններով թարթիչի, որ չհասնի հոնքերին։ Սկյուռը կամ տիկնիկային էֆեկտը գեղեցիկ կլինի այս աչքերի վրա։ Հիմա անցնենք երկրորդ նկարին։ Այս աղջկա աչքերը, մոտիկացնենք նկարը, տեսեք, ուրեմն աչքերը կլոր են, կլոր ֆորմայի են, հեռավորությունը հոնքից միջին հեռավորության վրա է, նույնպես եւ աչքերի միջին հեռավորությունը մի ներքին անկյունից մյուս անկյունը։ Այստեղ իհարկե մի քիչ թեքված է դեմքը, բայց ամեն դեպքում երևում է, որ միջին է հեռավորությունը, ոչ իրարից էլ աչքերը շատ հեռու չեն։ Մի քիչ ամեն դեպքում կլորության հաշվին ոնց որ դուրս եկած լինեն աչքերը։ Այստեղ տիկնիկի էֆեկտը հակացուցված է, պարզապես միանգամից կարելի է ասել, որովհետև դա ավելի շատ կընդգծի իր կլորությունը աչքերի եւ շատ ծիծաղալու միգուցե, հա, կոմիկ տեսք կընդունի։ Ես խորհուրդ կտայի, որ այսպիսի կլոր ֆորմայի աչքերի վրա չարվեր տիկնիկի էֆեկտ, մանավանդ շատ երկարություններով, հա, թարթիչների, ասենք մի 15 կամ 16 աչքերի անկյունները։ Այստեղ կոնկրետ ես չեմ տեսնում որևէ թեքություն դեպի ներքև, աչքերի անկյունները միջին հեռավորության վրա են, հորիզոնական, երբ որ անցկացնում ես, հա, երևակայական, արտաքին անկյունները եւ ներքին անկյունները հավասար ուղղության վրա են, շատ ներքև թեքված չէ արտաքին անկյունները։ Այստեղ կարելի է անել աղվեսիկի էֆեկտ M կորությունով, ավելի ուղիղ կորությունով, հա, այն թեք կորությունները, որ կան L եւ M, այդ կորություններով կարելի է ստեղծել դեպի վերև մի փոքր էֆեկտ կամ նույնիսկ Բելկայի սկյուռի էֆեկտ կարելի է անել,
արտաքին անկյունը մի փոքր փակելու համար, դեպի վերև ձգելու եւ երկարացնելու։ Այդպես շատ գեղեցիկ դեպի արտաքին անկյունները կձգվի աչքերը եւ այդ որովհետեւ կորությունն էլ շատ մեծ նշանակություն ունի վերջնական աչքերի տեսքը ինչպիսին կլինի։ Այսպիսով ես կարող եմ ասել, որ աղվեսի էֆեկտը այստեղ ավելին քան սազի, շատ լավ կլինի, գեղեցիկ կլինի։ Այդքանով երևի այս նկարի վերլուծումը ավարտեմ։ Անցնենք երրորդ նկարին։ Հիմա ուշադիր նայում ենք այս աղջկա աչքերի ֆորմային։ Մոտիկացնենք նկարը, որ լավ երևա։ Տեսեք, այստեղ աչքերը նույնպես շատ հարմոնիկ են, հա, ներդաշնակ աչքեր ունի, շատ ձգված չէ, նշաձև աչքեր են, գեղեցիկ։ Ամեն դեպքում ես ստեղ մի փոքր կլորություն ամեն դեպքում տեսնում եմ։ Աչքի խնձորակները կլորություն ունեն, բայց դա այդքան արտահայտված չէ, դուրս ընկած չեն աչքերը, այս լայները, որ կսած է, դա մի քիչ փակում է իհարկե աչքերի ֆորման, բայց կարող ենք կռահել, ուշադիր նայելով, տեսեք հեռավորությունը աչքից դեպի հոնքը ինչքան ավելի մեծ է հեռավորությունը։ Այստեղ մենք կարող ենք աշխատել մեծ երկարություններով, հանգիստ կարող ենք մինչև 15-16 երկարություններ կարող ենք օգտագործել։ Այստեղ կարող ենք անել սկյուռի էֆեկտն էլ կսազի, աղվեսիկի էֆեկտն էլ շատ գեղեցիկ կլինի, ձգված։ Նաև կարող ենք աշխատել բնական էֆեկտ էլ վերցնել, բելկայի սկյուռի էֆեկտը և բնական կորություններ, ասենք C, D, շատ գեղեցիկ կնայվի։ Տիկնիկի էֆեկտն էլ գեղեցիկ կնայվի, նաև լուչիկներով էֆեկտներ գեղեցիկ կլինի։ Այստեղ աչքերը այնքան ման են, ներդաշնակ են, հա, ասպես ասենք, որ ցանկացած էֆեկտ կարող ենք աշխատացնել և ստեղծել գեղեցիկ տեսք աչքերի վրա։ Բացի ես կասեի երևի բանից, շատ երկար լուչիկներով, արտահայտված կոներով անիմե էֆեկտները, որ հիմա թրենդային շատ ընդունված են, հա, մոդայիկ են, դրանք շատ կլոր կամ մի քիչ փոքր կլորություն ունեցող աչքերի վրա այդքան գեղեցիկ չեն լինում, ավելի շատ ասիական փակված աչքերի վրա, ձգված և կախ կոպով աչքերի վրա են ավելի գեղեցիկ դրանք, այդ թրենդային ասիական էֆեկտները։ Այստեղ կոնկրետ այս աչքերի, աղջկա աչքերի ձևին կսազի համարյա բոլոր մեր իմացած ստանդարտ էֆեկտները, սկյուռը, բնական էֆեկտը, աղվեսիկը, նույնիսկ տիկնիկը։ Այսպիսով մենք կարող ենք ասել, որ այս աչքերը, այս աղջկա աչքերի ձևը շատ ներդաշնակ է և համարյա ամեն ինչ կսազի իրեն։ Եվ վերջապես չորրորդ նկարը, այսօրվա վերլուծության վերջին նկարը, հա։ Մենք հետագայում էլի վերլուծություններ կանենք, կշարունակենք աշխատել աչքերի ձևի հետ, կվերլուծենք հետագա տարբեր նկարներ էլի, աղջիկների տարբեր դեմքեր ես կվերցնեմ, նկարներ և կվերլուծենք։ Հիմա անցնենք չորրորդ նկարին։ Այս նկարի վրա ես տեսնում եմ այստեղ աչքերի ֆորման մեծացնենք, տեսնում եք կոպերը մի փոքր կախվածություն ունեն, փակում են ներքին կոպը, դա էպիկանդուս է կոչվում, մի քիչ երկար եմ բացատրում, բայց որ դուք ավելի լավ հասկանաք։ Տեսեք հոնքերը ինչքան աչքերից ավելի քիչ հեռավորության վրա են, համարյա կախված են, հա, աչքերի վրա։ Այստեղ հեռավորությունը աչքերի միջև շատ փոքր է, այդքան մեծ չի, լավ մոտիկ են դասավորված աչքերը։ Ինչպես իմանալ, փոքր է թե մեծ է հեռավորությունը աչքերի միջև, դա էլ պետք է եթե հետաքրքիր է ես կասեմ, միգուցե նոր սկսնակներին էլ հետաքրքիր լինի։ Տեսեք, դուք վերցնում եք մի աչքը, ասենք, երկարությունը, ու այդ մի աչքի երկարությունը վիզուալ պատկերացնում եք, մտցնում եք երկու աչքերի մեջտեղը։ Մի աչքի երկարությունը պետքա հավասար տեղավորվի երկու աչքերի մեջտեղը։ Եթե տարածությունը զգում եք փոքր է, չի տեղավորվում, ուրեմն աչքերը իրար շատ մոտ են տեղավորված։ Եթե տեղավորվում է և մի բան էլ ավել տարածք է մնում, ուրեմն շատ աչքերը հեռու են տեղավորված իրարից։ Այս դեպքում մեր մոտ ունենք շատ մոտիկ դասավորվածություն աչքերի։ Այսպես, ուրեմն աչքերի ֆորման տեսնում ենք, աչքերի ֆորման, արտաքին և ներքին անկյունները համարյա մի բանի վրա են, ուղղվածության, մի հորիզոնականի, բայց դեպի վերև թեքվածություն ունի արտաքին անկյունները։ Տեսեք, կախված չի շատ։ Եթե հորիզոնական ենք անցկացնում, տեսնում ենք, որ մի փոքր դեպի վերև են արտաքին անկյունները։ Ընդհանուր առմամբ ես տեսնում եմ, որ շատ ներդաշնակ ֆորմա է աչքերի, և այստեղ նույնպես կարող եմ ասել, որ այս օվալաձև աչքերը, հա, նույնիսկ նշաձև են, ավելի ձգված են, այս աչքերին երևի թե ամեն ինչ համարյա կսազի, նաև տիկնիկային էֆեկտն էլ կսազի,
աղվեսիկն էլ, եթե ոչ շատ մեծ երկարություններով աշխատենք, կարճերով, անիմե էֆեկտներն էլ մեծ լուչիկներով, լուչիկները կարող են լինել հաստ, ասենք կոնաձև, բայց երկարությունն էլ չպետք է շատ մեծ վերցնել, որ չհասնի հոնքերին, անցնի հոնքերից, որտեղ տարածությունը ամեն դեպքում մեր մոտ փոքր է։ Բայց թեթև անիմե էֆեկտները կամ ասիական տարբեր լուչիկներով էֆեկտները նույնպես այստեղ տեղին են, կարող են լինել։ Տիկնիկային էֆեկտն էլ այստեղ կլինի, ոչ շատ մեծ երկարություններով մեջտեղի մասում, այս բանի բիբերի մասում, որտեղ կան աչքի բիբերը, այստեղ այդ մասում պետքա մեջտեղի մասերում պետքա երկարությունները այստեղ շատ երկար չլինեն։ Մաքսիմում երևի 10, 11, 12 միգուցե միլիմետր, սկիուրն էլ լավ կնայվի, բայց էլի կարճ երկարություններով թարթիչների, ոչ շատ երկար։ Աղվեսն էլ լավ կլինի եւ վերջապես բնական էֆեկտը, շատ գեղեցիկ կլինի այս աչքերին։ Քանի որ աղջկա աչքերը գեղեցիկ են, ներդաշնակ են, համարյա բոլոր էֆեկտները այստեղ գեղեցիկ կլինեն, տեղին կլինեն, մենակ միայն պայմանն է, որ երկարությունները շատ մեծ չլինեն թարթիչների, քանի որ մենք ունենք շատ փոքր հեռավորություն դեպի հոնքերը։ Սա էլ այսօրվա 4-րդ վերլուծությունը նկարների, կհանդիպենք մյուս վերլուծության ժամանակ, շնորհակալ եմ ուշադրության համար, ցտեսություն։